Հարգելի գործընկերներ, հերթագրված պատգամներ չկան, ձայնը տրվում է պարոն Սիմոնյանին ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը ներկայացնելու համար։ Հարգելի պատգամավորներ, ազգային ժողովի 2025 թվականի հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում պարտադիր քննարկման ենթակա 24 հարց կա։ Դրանք հերթական նիստերի օրակարգում ընդգրկվում են առանց քվեարկության։ Երկրորդ բաժնում 5 նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 16-ի նիստում քննարկել է այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման հաջորդականության հետ կապված առաջարկները եւ քվեարկությամբ հաստատել դրանք։ Հարգելի պատգամավորներ, գլխադասային հանձնաժողովներն առաջարկել են մի շարք օրենքների նախագծեր քննարկել հատուկ ընթացակարգով, այն է նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Պարոն Սիմոնյանին հերթական նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր տալու համար կարող եք հերթագրվել։ Հերթագրում Արծվիկ Մինասյան։ Եթե չեմ սխալվում 20 օր առաջ էր գործադիր իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը այս ամբիոնից սպառնում էր եւ քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում, որին անհագուրդ ցանկությունը բավարարելու ձգտումով Աննա Վարդապետյանը, գլխավոր դատախազը, շատ արագ ապալ-թապալ ներկայացրել է քրեական հետապնդման մասին իմ նկատմամբ միջնորդությունը։ Հաշվի առնելով այդ հրատապությունը, պարոն Սիմոնյան, ինչու է դրվել օրակարգի հաջորդականության որպես վերջին հարց, իմ հարցի մասին եմ հարցնում ես։ Ինչու է դրվել վերջում, չեք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր այստեղից, եւ հաշվի առնելով նաեւ օրենսդրական մի շարք պահանջները, ինչու ավելի շուտ չեք դրել քննարկման, ավելի առաջ քննարկման, հաշվի առնելով նաեւ հանգամանքը, որ ակնհայտ է հերթական նստաշրջանի ավարտը 2 օր է տևելու։ Պարոն Մինասյան, ձեր գործընկեր պարոն Օհանյանը ինձ նամակ է գրել, որտեղ տեղեկացրել է, որ ինքը ոտքի պրոթեզի չաշխատելու պատճառով չի կարող մասնակցել նիստին, իսկ ինչպես գիտեք, մենք չենք կարող դատախազի միջնորդությունը քննարկել, երբ որ միջնորդության մեջ ներկայացված անձը դահլիճում չի եւ բացակայում է հարգելի պատճառներով, եւ որպեսզի պարոն Օհանյանը հնարավորություն ունենա մասնակցել, դրա համար որոշում է կայացվել այն պահին դնել, երբ որ պարոն Օհանյանը արդեն իսկ կլինի հնարավորություն կունենա լինել դահլիճում եւ հաշվի առնելով, որ նույն հարցի վերաբերյալ երկու միջնորդություն է եղել, նման որոշում է կայացվել։ Արձագանք։ Պարոն Սիմոնյան, ես խոսում եմ իմ նկատմամբ քրեական հետապնդման մասին եւ սա մի երկիր է, որտեղ չի կարող կոլեկտիվ պատասխանատվության, քրեական պատասխանատվության հարց արծարծել։ Ես խոսում եմ ինձ ներկայացված իմ վերաբերյալ ներկայացված միջնորդության մասին եւ հորդորում եմ ձեզ հնարավորինս շուտ դնել քննարկման, որպես այդ լիազորություն ունեցող անձ առաջարկում եմ, որ հնարավորինս շուտ քննարկվի եւ այս ջուրը ի վերջո, այս ապօրինությունը ի վերջո հանրությունը ավելի շուտ տեսնի, թե ինչպիսի քաղաքական հետապնդում է սկսվել իմ նկատմամբ։ Պարոն Մինասյան, նախ մեկ ասում եք ապալ-թափալ, մեկ ասում եք եկեք շուտ քննարկենք, նախ կողմնորոշվեք, հիմա ապալ-թափալ եք ուզում, շուտ եք ուզում, թե չեք ուզում ընդհանրապես։ Իսկ ինչ վերաբերվում է որոշում կայացնելուն, հարգելիներս, դուք ունեք խորհրդում տեղ։ Այդ խորհրդի նիստերին չեք մասնակցում։ Եկեք եւ ձեր կարծիքը, երբ որ վատառողջ չի, երբ որ այդ հարցը լինում է, եկեք խորհրդի նիստի ժամանակ ձեր կարծիքը ասեք։ Դուք խորհրդի նիստին չեք գալիս, արդեն որերորդ տարին է, գալիս եք 1000-ից 1, կարամ ասեմ, որ դեպքերում եք գալիս, բայց կարծում եմ դուք էլ չեք ուզենա, որ բարձր ասեմ, որ դեպքերում եք գալիս, եւ
Հիմա բողոքում եւ նեղսրտում եք դրանից, որ մենք օրակարգը սենց ենք դասավորել, հենց չենք դասավորել։ Կարծում եմ առնվազն լուրջ չի, պարոն Մինասյան։ Ես պետք չի հորդորել, դուք ընդ տեղ ունեք, եկեք ձայն վերցրեք, ասեք մենք առաջարկում ենք այսինչ բանը, խորհուրդը նման որոշում է կայացրել, որպեսզի հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը եւ հարցերի քանակը եւ ինչպես արդարացիացիք, որ մենք սահմանափակում ունենք օրերով, մենք նման որոշում ենք կայացրել։ Ես կարծում եմ, որ մենք մոտ ապագայում, այսինքն չի ընկնի դա բանից հետո, արձակուրդային շրջանից հետո, շատ արագ մոտ ապագայում գալիք նիստի ժամանակ այդ հարցը կքննարկենք, մի անհանգստացեք։ Հարցերը ավարտվեցին, հարգելի գործընկերներ,